Հայաստանում արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող արևմտյան նեղոսի տենդ հիվանդության այս տարվա առաջին դեպքը։ Այսպես կոչված արևմտյան Նիլ հիվանդության խոցելի խմբում քրոնիկ եւ ծանր հիվանդություններ ունեցողներն են։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ այս պահին միակ հոսպիտալացված քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար, բժիշկների հսկողության տակ է։ Հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է։ Մարդուն վարակը չի փոխանցվում։ Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում։ Մոտավորապես 1%-ի դեպքերում դիտվում են հիվանդության ծանր ձևեր, մնացած 10-19% դեպքերում հիվանդությունը ընթանում է միջին ծանրությամբ։ Ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոդացավ, գլխապտույտ, փսխում, մաշկի ցանավորում։ Սրանք են հիվանդության առաջին ախտանշանները թեթև ընթացքի դեպքում։ Իսկ եթե հիվանդությունը բարդանում է, կարող է գիտակցության կորուստ լինել, ցնցումներ, կաթված, ընդհուպ մենինգոենցեֆալիտ, որը ուղեղի թաղանթի եւ հենց ուղեղի բորբոքումն է։ Ինչպես կանխարգելել այդ վարակը։ Օգտագործել հակամիջատային ցանցեր, միջատավանիչ հատուկ միջոցներ եւ սարքեր, կրել փակ հագուստ, անտառապուրակային գոտիներ եւ ջրային տարածքներ այցելելիս, հաճախակի ջրահեռացնել ջրի պայծային տարաները, լվանալ եւ մաքրել դրանք։ Հիվանդությունը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման եւ տարածման համար բարենպաստ պայմաններով։ Այդուհանդերձ հստակ բուժում դեռ չունի, իրականացվում է ըստ ախտանշանների։ Առայժմ վարակի դեմ պատվաստանյութ չկա։ Քանի որ հիմնական փոխանցողը մոծակ, իսկ մոծակը բազմանում եւ տարածվում է ճահճային տարածքներում եւ այլն, այդ ուղղությամբ տեղական կառավարման մարմինների իմաստը տարաների եղել է հստակ ինֆորմացիա, ինչ միջոցներ ձեռնարկել այդ տարածքները չորացնելու համար։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-ից 3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-ից 6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-ից 40 աստիճան, դողերոց սկսվել։ Արևմտյան նեղոսի տենդով չվարակվելու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից՝ ծածկել մարմինը, օգտագործել միջատասպան նյութեր կամ ցողիչներ եւ քնել մոծակներից պաշտպանված տարածքներում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։